Մարզական բարձրագույն վարպետության դպրոցի ուսմասվար, հանրապետության վաստակավոր մարզիչ Խաչատուր Վարդանյանը կարևորում է Զորավար Անդրանիկին նվիրված միջազգային բարձր կարգի հուշամրցաշարը, քանի որ իրենց առաջատար սաներն այդպիսի ուժեղ կազմի մրցակցության պարագայում լավ փորձ ձեռք բերեն Հայաստանի պատանեկան առաջնության նախաշեմին։ Վերջին մարզումները մարզիչներ Խաչատուր Վարդանյանն ու Գագիկ Ավետիսյանը ծանրաբեռնված գրաֆիկով անցկացրին, ինչը հնարավորություն կտա օպտիմալ մարզավիճակ ձեռք բերել այս միջազգային հուշամրցաշարի օրերին։ Փաստորեն վաղը մեկնարկելու է Երևանյան հուշամրցաշարը, իսկ Խաչատուր Վարդանյանն արդեն Հայաստանի պատանեկան առաջնության մասին է մտածում։ Զորավար Անդրանիկի մրցաշարը ավանդական մրցաշար է միջազգային, ամեն տարի անցկացվում է եւ կարելի է համարել ընդրական մրցաշար։ Զորավար Անդրանիկի հաղթողները նաեւ կմասնակցեն Հայաստանում կայանալիք Հայաստանի առաջնությանը եւ Հայաստանի առաջնությունից հետո կա մի շարք միջազգային մրցաշարեր եւ Եվրոպա եւ աշխարհի առաջնությունը։ Խոստումնալից ըմբիշներ այս մարզադպրոցում կան, մասնավորապես մեծ են սպասելիքներն առաջիկա հուշամրցաշարից Հայաստանի պատանեկան առաջնության մրցանակակիրներ Հովհաննես Սարգսյանից, Վարդան Նալբանդյանից, Կարլեն Արաքելյանից, Դավիթ Մաթոսյանից, Հարություն Սարգսյանից, Արշակ Գասպարյանից։ Դպրոցի եւս մեկ սան 84 կիլոգրամ քաշային Հրաչ Հովհաննիսյանն այս տարի մասնակցելու է Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։ Նա միջազգային A կարգի մրցաշարի բրոնզե մեդալակիր է եւ հայտավորված է նաեւ Լոնդոնյան Օլիմպիադայի վարկանիշային մրցաշարին։ Քանի որ տարին Օլիմպիական է, կարևորեցինք 35-ամյա մարզչական փորձ ունեցող մասնագետի կարծիքը։ Ինչ սպասելիքներ ունի նա գյումրեցի օլիմպիականներից։ Ներկա պահին ես չեմ կարող ասել, թե սպասելիքներ կան օլիմպիական մեդալների մասին, բայց մենք ունեցել ենք օլիմպիական հաղթողներ մեր մարզաձևից, բայց հույս ունեմ, որ նա Գյումրիից եւ Հայաստանից կլինեն մեդալներ, բայց մեդալների գույնը չեմ կարող թվարկել։ Մարզական բարձրագույն վարպետության դպրոցում տարբեր տարիքային դասական ոչայինների հետ տկնում են նաև հանրապետության վաստակավոր մարզիչ Արամ Գասպարյանն ու Արմեն Կարապետյանը։ Հիմա կարևորը մարզօջախի պատիվը պաշտպանելն է Երևանյան մրցագորգում, ինչը ճանապարհ կհարթի դեպի Հայաստանի պատանեկան առաջնություն։ Հետո կհստակեցվեն մարզիչների ու նրանց սաների անելիքները։ Սամվել Աղանյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։